Պարոն Արշակյան, վերջին օրերին մեր քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղի ունեցածը, թե Վարդան Ղուկասյանի ընտրվելը որպես քաղաքապետ եւ թե ինչ տեղի ունեցավ երթմնակալության արարողության ժամանակ, Ստալինին հիշելը, 102-րդ ռազմաբազայի ղեկավարին այնտեղ բերելը, Ռուսաստանի հյուպատոսին բերելը։ Դուք ինչ դիտարկումներ ունեք Գյումրիից սկսած, ինչ պրոցես կարող է սկսվել ըստ ձեզ։ Գյումրիում չի սկսվել, դա սկսվել է 1920 թվականին։ Ռազմական բազան այդտեղ հայտնվել է 1920 թվականին, երբ ռուս-թուրքական բանակը օկուպացրեց հայկական պետությունը, զավթեցին եւ բաժանեցին իրար մեջ ու այդտեղից մնացել է մինչեւ այսօր։ Ես կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն ունեինք 1990 թվականին եւ հետո 91 թվականի սեպտեմբերյան հանրաքվեից հետո մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորեինք։ Հիմա կարգավորված չեն։ Մենք հատուկ պահանջներ ունենք Ռուսաստանից, ուզում ենք, որ ինքը անշահախնդիր ձևով կամ նույնիսկ ի վնաս Ռուսաստանի Ֆեդերացիայի կամ Ռուսական իմպերիայի մեզ օգնի։ Քանի որ, ինչ եմ ես այդպես ասում, քանի որ մեր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Ֆեդերացիայի շահերը այսօր չեն համընկնում։ Ռուսաստանի Ֆեդերացիայի համար շատ մեծ նշանակություն ունի իր բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ եւ թուրքական աշխարհի հետ ընդհանրապես։ Շատ կարեւոր է։ Ուղղակի կենսական նշանակություն ունի Ռուսաստանի հարաբերությունը Թուրքիայի հետ։ Այսինքն, այստեղ Ռուսաստանը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության շահը, թե իր շահը։ Ուրեմն Ռուսաստանը հեռացել է այդ իմաստով Հայաստանից։ Օրինակ բոլորովին վերջերս Արցախի հանձնումը Ադրբեջանին, այսինքն Թուրքիային, հանձնեցին, որովհետև կարևոր էր լավ հարաբերությունները։ Կարելի է հիշել նաև այն, որ Ռուսաստանում այսօր 25 միլիոն գրանցված թուրք է ապրում։ Ռուսաստանի համար դա շատ մեծ զանգված է։ Այսինքն երբ որ ուզենա եւ իդեպ հատուկ նշաններ կան, օրինակ Թուրքիայի Հանրապետության նախագահը Էրդողանը մի անգամ հայտարարել է, ասել է, որ ես ցանկանում եմ, որ Ռուսաստանում կայունություն լինի եւ կոչ եմ անում մեր հայրենակիցներին պահպանել կայունությունը Ռուսաստանում։ Դա հենց ահազանգ էր Ռուսաստանին, որ իսկ եթե հակառակ կոչը լինի, այդպիսի մի կոչ եղել է 1916 թվականի հուլիս ամսին եւ Ռուսական իմպերիան ցնցվում էր, ռազմաճակատից զորքերը հանեցին, ուղարկեցին Միջին Ասիա խաղաղեցնելու համար։ Այդ օրը այսօր հուլիսի 16-ն է, ինչն է, Միջին Ասիայի հանրապետություններում կամ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում համարում է ազգային զարթոնքի տոն, բեյ ռուսկիխ, դա է եղել կոչը։ Հիմա դա հիշում են ռուսները ու այդ պատճառով մեզանից հեռացել են։ Հիմա հենց որ Վարդան Ղուկասյանը կամ փոքրատառով ասենք Վարդան Ղուկասյանները երբ որ կոչ են անում սերտացնել հարաբերությունները Ռուսաստան հետ, միանալ, ծնկի գալ, միութենական կամ վասալական, գուբերնիական, որևէ ավելի խորը հարաբերություն սկսել Ռուսաստանի հետ, ուղղակի դա արհամարել է ռուս ժողովրդին, վիրավորել է նրանք իրենց շահերը ունեն, երբ որ մենք այդպիսի կոչեր ենք անում ռուսներին, նշանակում է մենք նվաստացնում ենք, ասում ենք մոռացեք ձեր շահը։ Ես հիմա օգտագործում եմ դա կթան կով, 3 կովի պատմություն ունենք, չէ, սրբազան կով, անձեռն մխելի կովը, կթան կով եւ կովը չի փոխում իր կաշին, կարմիր կովը հիմնականում չի փոխում։ Հիմա մեր մոտ մենք ունենք այդ 3 կովերը, կովերի մասին է խոսքը, ուրեմն կթան կով, Ռուսաստանին հայտարարում են կթան կով, այդպես չէ, Ռուսաստանը կթանկով չի, առնվազն մեր համար, Հայաստանի համար։ Երկրորդը կարմիր կովի կաշին չի փոխել, նրանք եղել են
կթող ու մնացել են կթվոր, որպես կարմիր կով։ Եվ որ էլ ինչ կով մնաց, քանի կով էր, կթան, կարմիր եւ կաշին։ Չի փոխում այն։ Կաշին չի փոխվում, չեն փոխել։ Ես կարծում եմ, որ դա խայտառակություն է, դա վարկաբեկող է, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ քաղաքական իշխանությունը, դեռևս մեր մոտ քաղաքական գործիչ կա, որ այդքան պրովինցիալ, այդքան կոլխոզային վերաբերմունք ունի քաղաքականության նկատմամբ, որ կարելի է գնալ, ներկայանալ, խոնարհվել, հաճոյանալ, ասենք, գցնել, դա ոչինչ չի փոխի։ Ռուսաստանը մեզ հետ շիտակ հարաբերություններ ու իր բարձր պաշտոնյաները, քարոզիչները, ծաղրացուները, դիվանագետները, էթնիկ հայեր են, գիտնականները, այսինքն նրանք ասում են, որպես Ռուսաստանի քաղաքացի համեցեք, ինչ ուզում եք արեք, երգեք, պարեք, փող շինեք, գործարարներ ունենք, բայց մեզ Թուրքիայի հետ մի կռվացրեք մեզ Թուրքիայի հետ։ Ռուսները դա են պահանջում մեզանից։ Մենք ձեր պատճառով բոլոր հնարավոր խոսափողներից ու տեսախցիկներից նրանք դա հայտարարում են։ Ձեր պատճառով մենք երրորդ համաշխարհային պատերազմը չենք սկսի։ Ձեր պատճառով մենք Թուրքիային պատերազմ չենք հայտարարի։ Այսինքն դա դառնում է անհեթեթություն։ Անհեթեթ է, ուղղակի պարապուրտ է։ Քաղաքական գործիչը երբ որ ասում է սերտացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նշանակում է մսխում է մեր ռեսուրսը, դա անհնար է։ Այլ բան է որ ասել, կարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրենց ասենք, որ մենք իմացանք, հասկացանք ձեզ։ Ձեր շահերը պահանջում են, որ դուք լավ հարաբերություններ ունենաք Թուրքիայի հետ։ Մեր շահերի հետ դա չի համընկնում։ Չի համընկնում։ Ուրեմն մնաք բարով։ Մնանք գործընկերներ։ Պարոն Արշակյան, իսկ 26-ին ընդառաջ ինչքանով են վտանգավոր այսպիսի տրամադրությունների սերմանումը։ Իհարկե, նա ընդամենը մի քաղաքի քաղաքապետ է, բայց սա երկրորդ խոշոր քաղաքն է Հայաստանի եւ հնարավոր է, որ մյուս քաղաքներում այսպիսի տրամադրությունները խորանան, թե մեր հասարակությունը հասկացել է ինչ պետության հետ գործ ունի։ Եվ արդյոք միայն Վարդան Ղուկասյանն է, որ այսօր այս մասին խոսում է, թե մեր խորհրդանական ընդդիմությունը ինչ-որ ձևով տարբերվում է նրանից, ինչ եք կարծում։ Ես ընդհանրապես իմ կարծիքը ավելի ցավոտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը նույնպես այդպես է մտածում, որովհետև մենք շարունակում ենք մնալ կախված Ռուսաստանի փեշերից։ Եվ SNG-ի անդամ ենք, եւ Մաքսային միության անդամ ենք, եւ Եվրազիական միության անդամ ենք, եւ ռազմական դաշինք ունենք, եւ չենք կատարում դրանք ընդհանրապես շրջանցում մենք։ Այ ձևականորեն մենք դեռևս մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը, ձևականորեն։ Բայց առեցրած հարաբերություններ ունենք, նկատելի է։ Դա շատ այդ բալանսավորված քաղաքականություն կոչված, այսինքն ինչ անենք բալանսավորում։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ուղղակի բան է, գերազանցում է, չափազանցության մեջ է, աշխուժացել է, անդադ վերնապոդնիության ակցիաներ է անում, ինչպես Վարդան Ղուկասյանը արեց, որը ավելորդություն է, դա անիմաստ է, այնտեղ ծաղրում են, Մարգարիտա Սիմոնյանին հատուկ, նա ափսոս հայերեն չգիտի, բայց մենք ռուսերեն գիտենք, մեզ հայհոյում է, ասում է, հեռացեք մեզանից, այստեղ ձեզ չեն սպասում, այստեղ ձեզ չեն սպասում, որպես պետություն իր շահերով, որպես գուբերնիա նույնպես ձեզ չեն սպասում, որովհետև պարտավորություններ ունեն ավելի կարևոր պետությունների առաջ, օրինակ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոմիության ընդհանրապես, ՆԱՏՕ-ի առաջ պարտավորություններ ունեն չլիկվիդացնել հարևան փոքր պետություններին։ Տեսեք օրինակ Ուկրաինայում ինչ ծանր պատերազմ է, ինչ արյունահեղ պատերազմ է, եւ ինչ ծանր բանակցություններ են գնում Եվրոմիության հետ, 51 պետության հետ։ Այ Ռուսաստանը հիմա պրոբլեմ ունի աշխարհի 51 պետության հետ, սահմանների պատճառով։ Հիմա դրան ավելացնենք եւ հայկական
Հայաստանը որպես պետություն լիկվիդացնելու։ Ռուսաստանը չի ուզում Հայաստանը լիկվիդացնել որպես պետություն եւ դարձնել իր գուբերնիան։ Եթե նա այդպիսի մտադրություն ունենա, 700,000 զինվոր այսօր իրենց տանկերով, զրահապատ մեքենաներով, հրթիռներով, օդով, ջրով, ցամաքով կռվում է։ Ուրեմն Հայաստանի համար ինչ է նշանակում որևէ կարմիր բանակ։ Որևէ կարմիր բանակ ուղարկել Հայաստան։ Եթե նրան դա պետք լինի, նա այդ իրավունքը ունենա եւ շահ ունենա դրա մեջ, նա հայկական պետությունը կլիկվիդացնի։ Ուրեմն Ռուսաստանին պետք չի հայկական պետությունը որպես սպառող, որպես հաճախորդ, պետք չի որպես գուբերնիա, ինքը գուբերնիաներ շատ ունի, իրեն կթող գուբերնիաներ շատ ունի, չի ուզում ես մեկին ավելացնել։ Եվ վերջին հաշվով մենք պրոբլեմ ենք 2.5 միլիոն հայ եւ ոչ միայն հայ, եզդիներ, ռուսներ, հույներ, ուկրաինացիներ քվեարկել են Ռուսաստանին հրաժեշտ են տվել սրանից 35 տարի առաջ, լուրջ հրաժեշտ են տվել, գնացել են, այսինքն գալ պարտիզանական շարժում սկսել Հայաստանում, ինչ անել, մատենադարանը ռմբակոծեն, եկեղեցին փակեն, դպրոցները փակեն, ինչ անեն։ Դրա համար գլխացավ է, ոչ ռուսներն են ուզում գալ, ոչ մենք ենք ուզում գնալ, բայց մի խումբ 10,074 հոգի վիճակագրությունը այդպիսին է, 10,074 հոգի 1991 թվականի սեպտեմբերի 21-ին 10,000 հոգի ասեցին մենք ուզում ենք լինել վասալ, ճորտ, գուբերնիա, կոլխոզ, արմյաշկա, այդքան կա։ Հիմա դրանք այ պետք է Ռուսաստանը հաշում է, այդ 10,000 հոգու պատճառով 2.5 միլիոն հայի հետ այստեղ կռիվ սկսել 10 միլիոնահի հետ ամբողջ աշխարհում։ Միասնիկյան ու Միկոյան բուծել։ Ռուսաստանը չի ուզում Միասնիկյան եւ Միկոյան ունենալ իր տարածքում ռուս մտավորականությանը, հոգեվորականությանը, գյուղացիներին գնդակահարող, ոչնչացնող Միասնիկյան եւ Միկոյան։ Իրենք դա հիշում են։ Պարոն Արշակյան, մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ տեղական ընդդիմությունը պատրաստվում է այսպես լոկալ ակցիաների միջոցով քաոտիկ իրավիճակ ստեղծել Հայաստանում 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Հետաքրքիր է ձեր դիտարկումները, այդ քաոսի ինչքանով լուրջ կարող է լինել, ինչքանով սպառնացող կարող է լինել եւ ինչքանով հենց նույն Ռուսաստանը կարող է այս ուժերի միջոցով նման իրավիճակ ստեղծելու շահագրգիռ կողմ լինել ըստ ձեզ։ Ռուսաստան ասելով մենք պետք է տարանջատենք, կա ռուսական պետությունը այդպիսի ցանկություն չունի։ Նկատում եմ իշխանություններին։ Իշխանություն, այսինքն բայց Ռուսաստանում կա միշտ մի դռնապահ, մի ստայանչիկ, մի մայոր, երևի նույնիսկ գնդապետ զորքերում։ Կան քաղաքական գործիչներ ազգային ժողովում իրենց Գոսդումայում բանում, որ լուրջ խոսում են ապուշությունների մասին։ Այդպիսի կան, կան ռուսներ, որ ասում են մի բան արեք, ստիպեք Ռուսաստանին, որ ձեզ ընդունի։ Ռուսական պետությունը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը, ճանաչում է հայկական պետության գոյություն, այսինքն պետության կարծիքը դա է, բայց կան ուժեր, որոնք որ չեն ճանաչում դա։ Այ հիմա Հայաստանում կան ուժեր, որ նրանց գործընկերն են։ Ես կասեի սադրիչների գործընկերն են։ Նրանք սադրիչ են, Ռուսաստանին սադրում են, Ռուսաստանում կան քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որ սադրում են Ռուսաստանում, որպեսզի նա ծավալապաշտական գործողություններ սկսի այստեղ, իր շահերին դեմ։ Դա Ռուսաստանի շահերից չի բխում։ Մեր մոտ էլ կան մարդիկ, որ արձագանքում են, բայց կարևոր բան է, որ մեր պետությունը ինքնապաշտպանության իրավունք ունի։ Արգելված բաներ կան, օրինակ անառակաբարո վարքագիծը եթերում, համացանցում, անառակաբարո, նարկոտիկը, զենքի ապօրինի շրջանառությունը, նարկոտիկի ապօրինի շրջանառությունը, ատելության քարոզը։ Օրինակ ես կարծում եմ, որ կարելի է ատելության քարոզ հայտարարել կթանկով
ասողներին Ռուսաստանին ու դրանց բերանը փակել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայկական պետության դեմ եւ հայ-ռուսական հարաբերությունները խաթարող, թշնամացնող դա թշնամություն քարոզել է Ռուսաստանի դեմ։ Ուրեմն դրանց հարկավոր է ճնշել, նրանց հարկավոր է զրկել ռեսուրսներից, օրենքով սահմանված կարգով, ատելություն քարոզող որպես նրանց հարկավոր է փակել։ Նրանք ասեցի 10,070 հոգի են, 2.5 միլիոնի դեմ կա, նրանք կան անուն ազգանունով։ Իրենք էլ ներկայանում են ազգային ժողովում, քաղաքապետարանում, փողոցում, եթերում։ Այդ փողոցը ինչքանով կարող է ձեր կարծիքով այդ լոկալ տարբեր տեսակ սադրանքները, վեճեր հրահրելը, չգիտեմ, սա ինչքանով աշխատող տարբերակ կարող է լինել։ Ճիշտ այնքանով, ինչքան նրանք կարող են աշխատել, կարող են առաջ գալ, ճիշտ այնքան, ինչքան որ Հայաստանի իշխանությունները նահանջում են, կամ համերաշխենետները։ Իշխանությունում էլ կան մարդիկ, որ հենց այդպես են մտածում, օրինակ ազգային ժողովում կան խմբակցություններ, որ հենց իրենք սադրիչ են, այսինքն հայհոյում են Ռուսաստանին, ասում են դուք իմպերիալիստ եք, եկեք նվաճեք Հայաստանը, կամ պատերազմի հրցիկ են ասում նրանց, պատերազմ սկսեք Թուրքիայի դեմ, ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսեք։ Այդպիսի քաղաքական ուժեր էլ կան, ես կարծում եմ այն 2.5 միլիոնի կողմից ընտրված իշխանությունը պետք է ապահովի մեր անդորը, հայկական պետության կայունությունը, փողոցային երթևեկությունը, սանիտարական վիճակը եւ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իրավունք չունեն մի խումբ մարդիկ մեզ թշնամացնել Ռուսաստանի հետ։ Դա թշնամական քարոզչություն է, ատելության քարոզչություն, երբ ասում են ստիպենք ռուսներին գան այստեղ, ստիպենք ռուսներին, որ Ամերիկային պատերազմ հայտարարի։ Ռուսները հենց որ Հայաստանը հայտարարեցին գուբերնիա, դա նշանակում է պատերազմ հայտարարել ՆԱՏՕ-ին։ Իսկ մեր հասարակությունը ունի ձեր կարծիքով այդ գիտակցությունը, որ այսպիսի սադրանքներին չտրվի։ Իհարկե ունի, բա մենք հիմա ինչով ենք զբաղված, մենք էլ ենք, չէ, հասարակությունից։ Ես ասում եմ, որ ընտրությունները բոլորովին վերջերս 60,000 հոգի, հատուկ 60,000 հոգի, հանգստյան օրերին իրենց, աշխատանքի օրերին գնացին ստորագրեցին Հայաստանի ինքնիշխանության օգտին։ Դա դրա մասին էր, դա ազգային ազատագրական շարժման փոքր դրսևորում էր։ Այսինքն բերեք մի 65,000 70 կամ 160,000 հոգի, թող ստորագրություն հավաքի, ոչ թե 60 հոգի։ Հիմա 60 հոգի հավաքվում են միտեղ, մենք էլ ունենք հետաքրքրասեր մարդիկ, գնում են տեսնեն ինչ կա, չկա։ Այդ փողոցային շարժումները դա հետաքրքրասերների եւ 60 հոգու պատմություն է։ Հենց որ կհավաքեն 160,000 հոգի ստորագրությունով կգան կասեն, որ մենք ուզում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռմբակոծեն Կրեմլը, սադրում ենք։ Այդ դեպքում մենք պետք է մտածենք 160,000 հոգու ինչ ենք անելու։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։